Ես էի սարքել։ Հա Լևոն, սարքել էի քո համար Մանվելի հրամանով։ Ինչ? Գիտեմ, որ այս ամեն ինչից հետո էլ ավելի կզզվես ինձանից։ Բայց ես ուրիշ ելք չունեի Լևոն։ Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացի։ Չէ, ես ես միասին ակողնում եմ տեսել, ու դու իմ այնց խափում ես։ Չէ Լևոն, այդ ժամանակ Ալբերտը քնած էր, ես նրան քնաբեր էի տվել։ Ես գնացի բար, Ալբերտը խմում էր, հետո Մանվելի մարդը զանգեց նրան, նա գնաց որ խոսի ու ես այդ ընթացքում քնաբեր լցրեցի նրա բաժակի մեջ։ Ես գիտեի, որ դու գալու էիր, Մանվել ինչ-որ պատրվակով քեզ պետքա ուղարկեր, հիշի՞։ Կարծեմ ինչ-որ բան պիտի տայ Ալբերտին։ Ու դա քեզ Մանվելն էր, չէ՞ փոխանցել։ Մանվելն էր փոխանցել։ Երբ եկար Լևոն, մենք միասին պարկած էինք, չէ՞։ Բայց Ալբերտը մինչև հիմա չգիտի ու գլխի էլ չի ընկնում, թե դու ինչ ես քեզ տենց պահում։ Լևոն, խնդրում եմ, մենակ թե չասես ոչ Ալբերտին, ոչ Մանվելին, որ ես քեզ այս ամեն ինչը պատմել եմ։ Լևոն, խնդրում եմ, աղաչում եմ հեռու մնա Մանվելից։ Եթե նա քո համար մի բան է անում, դրա փոխարեն կրկնակին է պոկելու քեզանից։ Ուրեմն Մանվելը… Լևոն, դու այսօր պետք ես Մանվելին։ Նա ամեն ինչ անում է, որ դու իր կողքը մնաս։ Ամեն ինչ անում է, որ դու հաղթես։ Հա Լևոն, դա էլ է նրա պլանի մի մասը կազմում։ Ու դա անում է Ալբերտին խեղճացնելու համար։ Դու ինչ գիտես է։ Լևոն, ես արդեն 2 ամիս է Ալբերտի հյուրանոցում եմ ապրում։ Իհարկե նա չգիտի դրա մասին։ Հետևում եմ նրան, իհարկե Մանվելի հրամանով։ Ու գիտես թե իմ գործի կարևոր պայմանը որն է։ Գտնել Ալբերտի թույլ կողմերը։ Իսկ նրա թույլ կողմերը դու ու երեխան եք։ Յուլիայից հեռու մնացեք։ Պարզ է։ Լևոն, Մանվելը երեխաներին չի կպնում, այդ մի հարցում կարող ես վստահ լինել, նա Յուլիային ձեռք չի տա։ Բայց այ քեզ նա օգտագործում էր նպատակների համար։ Լևոն, հասկացի ու հեռու մնա նրանից։ Իսկ այսքան ժամանակ որ հետևել ես Ալբերտին, ինչ ես պարզել։ Այն որ նա տանել չի կարողանում այդ ռուս կնոջը, նրանք ամեն օր վիճում են։ Ես անգամ լսել եմ, որ Ալբերտը փող է առաջարկել նրան, որ նա հեռանա։ Ինչ։ Հա, բայց նա այնքան աներես է, որ դրանից հետո նորից հայտնվում է։ Գիշերները գնում է, առավոտ շուտ գալիս։ Մի րոպե, այսինքն իրանք իրար հետ չեն ապրում։ Չէ։ Ինչ արիր դրիր գործ էդ գադուն։ Դանելը դրեցի, բայց չհասկացա թե ինչի վերակառուցում նշանակեցիր։ Դիք չեմ հասկանում, ինչի ես դիլ խորում։ Դե այդ ամենը ես կոնտրոլի տակ պահում էի, էլի։ Ինչ մի Արտյոմ բան խառնեցիր։ Դիք, Արտյոմին ես չեմ ճանաչում։ Իրան պետք է մի երկու փորձություն անցնի։ Ճշտեցինք էլի իր մոմենտով։ Դիք, եթե նա սովորին գցել է, մեզ կգցի ու կգցի։ Բացի հետ էլ ես իմ մեթոդն ունեմ։ Իմ զոհին պետք է պահեմ բռիս մեջ։ Դե սենց տենից ձև չունի։ Եթե զգանք, որ շտոտենի տոյա, կուղարկինք նվեր սողոյին։ Չէ, դիք, այդ տղենից պետք է։ Նա զանգի մանգուստին։ Զանգում եմ, չի վերցնում։ Բեր ունեմ, գնա ու բեր։ Ինչ-որ շատ չնգանք հետևից։ Դիք,
Ես բո եմ ուզում դնեմ տիկ։ Բոյ, մանգուստը չի կպնի հաստատ։ Կկպնի։ Գոնե թող մի քիչ ժամանակ անցնի։ Այն անգամ ու ասես, որ ես իմ վերջի բոյն է, էլ չեմ կպնելու։ Այս մեկը ինքը սակոյ տեղն է կպնելու։ Ստավկիկը հավաքած է, օրն է նշանակած։ Մանգուստն էլ ինձ ոչ չի քաշելու։ Ինք իր խիղճն է մաքրելու, ես էլ իմ գրպաններն եմ լցնելու, ընկեր ջան։ Բայց ճիշտն ես դու։ Ինչ, պատմությունս լավ է, չէ՞։ Տենում ես հենց նոր ոտի վրա մտածեցի։ Միջև գա կարող ես բան մտածեմ, որ պատմեմ մանգուստն են լացի։ Մնում անենց ասենք, որ մանգուստը հավատա։ Ես կասեմ, դու մենակ իրան գտի բեր մոտս, հա։ Լավ։ Ուրեմն ես ամենախաղեր, կեղտոտ խաղ։ Ես իմ հորից չեղած բանի համար եմ նեղացել, ու ստացվում է, որ իզուր տեղն եմ նեղացրել։ Ախ մովել, կամաց իրական դեմքդ բացվում է։ Իսկ ես հիմարի պես նեղացնում էի Ալբերտին։ Իսկ Սաքոն, երանի թե դա էլ սարկած լինի, երանի թե Սաքոն մեռած չլինի, բայց այդ ես կուլ չեմ տա, երբեք։ Աբոյի տղերքից մեկը իմ հետ մի կամերում էր նստած։ Աբոն իր համար ինչ-որ մարդիկ խառնեց և հենց դատարանից իրան թողեցին։ Ես Հարութին պատմել եմ հետ ինչա կատարվել։ Եվ ինքն է պատմեց Աբոյին։ Եվ այդ անհնար թվացող գործը բացահայտվեց, մեղավորներին ձերբակալեցին, իսկ ինձ թողեցին։ Ու առանց քեզ ճանաչելու, հա։ Հանելի։ Ոչ մեկ չի հավատում, բայց առանց ինձ ճանաչելու։ Ուղղակի Հարութը պատմել է, որ իմ գլխին սարքել են ու ես կարող նստեմ մի բանի համար, որը չեմ արել։ Ու ինքը ինձ օգնեց։ Իհարկե մաման չէր հավատում, որ Աբոն կարող է այդ ամեն ինչը վաստակել է օրինական ձևերով։ Ինքը ասում էր, որ դա կեղտոտ փողեր է ու մտածում էր, որ Աբոն ուզում է ինձ քաշի այդ ամեն ինչի մեջ։ Լավ, բա որ դուրս եկար, ինչու տուն չգնացիր։ Եվ դուրս եկա։ Ես իմացա, որ պապան մահացել է։ Արդեն մի քանի օր։ Մամա շատ ծանր էր տանում պապայի մահը։ Եվ դրա մեջ ինձ մեղադրեց։ Հավատա, ես ավելի ծանր էի տանում։ Հիասթափություն, խաբված և օգտագործված լինելու փաստը, բարեկամները, հարազատները, ես չի դիմանում այդ ճնշմանը։ Եվ ես արեցի իմ երկրորդ ամենամեծ կյանքի սխալը։ Ես վերցրեցի ու փախա տնից։ Մորս ամենածանր պահին ես իրան մենակ թողեցի ու փախա։ Փախա, որ գլուխս ազատեմ։ Ես գնացի Աբոյի մոտ։ Գտա իրան։ Շնորհակալությունս հայտնեցի և ինքը ինձ օգնեց։ Տվեց աշխատանք և այն ամենը, ինչ ես հիմա ունեմ, ես պարտավոր եմ իրան։ Իսկ մայրդ մտածում է, որ Ալբերտն այդ ամեն ինչի համար մեղավոր։ Չէ, Աբոն ընդհակառակը օգնեց ինձ մեծ գումար աշխատել։
Շատ կարճ ժամանակում ես կարողացա առնեմ ինձ տուն, մեքենա։ Իսկ մանկավարժի համար, որը սահքյան կոպեկներ է աշխատել, դա անընդունելի է ու անհավատալի։ Լավ, դու կարող ես չէ բացատրել, կարող ես ամեն ինչ պատմել մորդ։ Կարող էի պատմել, բայց մաման չի ուզում ինձ լսի, դուրն էլ չի բացում։ Դե հասկանալի է, մարդը տեսածից է վախենում։ 15 տարեկանից իրենք մեկ տանջվում էին իմ ձեռքին։ Եվ 19 տարեկան տղան սկսում է վաստակել այնքան, ինչքան իրենք ամբողջ կյանքում չէին կարողանա։ Իսկ դա արդեն շատ անընդունելի բան է։ Ես չեմ հասկանում։ Քո մայրը կարիքի մեջ է ապրում, իսկ դու ամեն ինչ ունես։ Չէ, նե։ Մաման կարիքի մեջ չի։ Ես պարբերաբար գումար եմ փոխանցում։ Չէ, ինքը իհարկե չգիտեմ, որ դա ես եմ անում։ Կարելի ասել ներկայացում եմ խաղում, բայց ոչինչ։ Կարևորը որ մամաս կարիքի մեջ չի։ Իմ համար շատ դժվար է։ Էր վերջապես այսքան տարի հետո ես կարող ունենամ իմ ընտանիքը, չեմ ուզում քեզ կորցնել։ Հավատա չեմ ուզում։ Չես կորցնի։ Չէիր պատմում։ Ախր դու ոչին բանում մեղավոր չես։ Նելարի ես թեմա ավել չխոսենք, հա։ Ես դժվար է։ Արեգ, գիտես ես պետք է արդեն տուն գնամ։ Բայց դեռ ժամը 4-ը չկա։ Հա, բայց ուշ է պետք է գնամ, որ հիմա չգնամ, տանը կանհանգստանան։ Չեմ հասկանում, դու չափահաս մարդ ես։ Չես կարա դասերից հետո, չգիտեմ, ընկերներիդ հետ տեղ գնաս, զվարճանաս։ Ինչ լավ է, որ դու հայրիկից չես ճանաչում։ Գիտես չէ, մեզ դեղատոմսովատանից դուրս թողնում։ Դեռ են վաղտը մի փոքր բերել է։ Փոքր քրոջս ընդհանրապես մենակ դուրս չեն թողնում։ Միշտ մեքենայով ուղեկցում են դասի։ Ու մեքենայով էլ տուն։ Իսկ կներես էլի, քանի տարեկան է քո այդ խեղճ քույրիկը։ 17։ Շատ փոքր է։ Բայց ես է կարամ քեզ տանեմ դասից տուն։ Այդ մեկը հաստատ չի լինի։ Բայց ինձ թվում է, եթե մենք արդեն 3-րդ անգամ պատահական հանդիպում ենք, այդ ուղղակի ճակատագիր է։ Գիտես, ես չեմ հավատում, որ մեր այսօրվա հանդիպումը պատահական է։ Արի խոստովանի, որ այսօրվա հանդիպումը դու ես կազմակերպել։ Լավ, խոստովանում եմ։ Այսօր ես մի քիչ օգնեցի ճակատագրին։ Բայց ընդհանրապես չեմ փոշմանում։ Ես այդպես էլ գիտեի։ Իսկ դա ինչ կապ ունի, պատահական ենք հանդիպել, թե ոչ։ Կարևորն է, որ ինձ քո հետ շատ հաճելի է ու հուսով եմ քեզ էլ։ Փաստորեն դու էլ շատ վատ սովորություն ունես։ Այսինքն։ Գիտես, տանել չեմ կարողանում, երբ զանգերին չեն պատասխանում։ Հավատա, երբեմն ավելի ճիշտ է չպատասխանել։
Դա դու քո ընկերներին ավելի լավ ես ճանաչում։ Իսկ ես դեպքում կասեի ընկերուհուն։